Պարոն Սարգսյան, կարծում եմ լավ առիթ է ներկայացնելու առհասարակ հունիսի 1-ին, հունիսի 6-ին, հունիսի 7-ին եւ հունիսյան այլ օրերին ինչ մշակութային միջոցառումներ ունենք քաղաքում, գինու օրերը, բալետային փառատոնը, հունիս 1-յան մեր միջոցառումները, խնդրեմ։ Հարգելի պարոն քաղաքապետ, ձեզ եմ ներկայացնում Երևանի քաղաքապետանի կողմից 2025 թվականի հունիս ամսին նախատեսված մշակութային ծրագրերը։ Նախ ցանկանում եմ նշել, որ վերջին տարիներին շեշտակի ավելացել է մշակույթի ոլորտին Երևան համայնքի կողմից կատարվող հատկացումները, ինչը հնարավորություն է ընձեռել իրականացնել մեծամասշտաբ մշակութային բարձրաժեք նախագծեր։ Իրականացվող ծրագրերի անցկացման հիմնական ֆորմատը բացօթյա ձևաչափն է, ինչը հնարավորություն է ընձեռում մայրաքաղաքի բնակիչներին եւ հյուրերին հաղորդակցվել մշակույթի եւ արվեստի բարձր դրսեւորումների հետ։ Իրականացվող մշակութային ծրագրերը երկու հիմնական նպատակ են հետապնդում։ Նախ փոխել քաղաքային մշակույթի միջավայրը, այն ավելի գրավիչ դարձնել մայրաքաղաքի բնակիչների եւ զբոսաշրջիկների համար։ Այս հարցում մեծ դերակատարություն ունի եւ շարունակում է ունենալ 2023 թվականին հիմնադրված Երևանյան միջազգային բալետային փառատոնը, որն առանց չափազանցության դարձել է տարածաշրջանային մշակութային կյանքի ամենանշանակալի իրադարձությունը եւ Երևանի մշակութային այցեքարտերից մեկը։ Հանրային կյանքում հանդուրժողականության, ներդաշնակության, միմյանց հանդեպ հոգատարության, նաև քաղաքացիական գիտակցության ամենաբարձր դրսևորումներին ենք ականատեսը դառնում փառատոնային օրերին, որտեղ տիրում է միասնության եւ միասնականության գիտակցման, հուզական ընդհանուր ապրումակցման մթնոլորտ։ Բարձր արվեստի հետ հաղորդակցման շնորհիվ նաև ձևավորվում են հանրության տարբեր շերտերի գեղագիտական ընդհանրության չափազանց կարևոր տարրեր, ինչը պարզապես անգնահատելի է պետության եւ համայնքի կողմից հասարակության ուղղված գաղափարներն ու արժեքները հասցեագրելու եւ տարածքելու համատեքստում։ Հարկ է նշել, որ բալետային փառատոնն իր տեսակի մեջ եւ անցկացվող ձևաչափով միակն է աշխարհում եւ արդեն մասնակցության բազմաթիվ հայտեր են ստանում տարբեր մայրաքաղաքներից, հեղինակավոր մշակութային հաստատություններից։ Միևնույն ժամանակ պետք է նշել, որ բալետային փառատոնի իրականացման համար հատկացվում են հսկայական միջոցներ, սակայն նմանատիպ ծրագրերի իրականացումը յուրօրինակ մուլտիպլիկատիվ էֆեկտ ունի, այն չափազանց կարևոր ազդեցություն է ունենում ինչպես տնտեսության, զբոսաշրջության ոլորտի, արվեստի եւ մշակույթի կրթական հաստատությունների ոլորտում ներգրաված մարդկանց մասնագիտական անջի, այնպես էլ մարդկային կապիտալի ձևավորման եւ զարգացման հետ կապված գործընթացներում։ Մշակութային մեծածավալ միջոցառումների իրականացման հաջորդ կարևոր նպատակը Երևանի որպես հարուստ պատմամշակութային ժառանգություն եւ մշակութային ակտիվ կյանքով ապրող քաղաք դիրքավորելն է, որի հարցում նույնպես զգալի ձեռքբերումներ ենք արձանագրում։ Երևանը, ինչպես ցույց են տալիս մեր ուսումնասիրությունները, առնվազն տարածաշրջանում մշակութային արտադրանքի եւ ծառայությունների նման որակ եւ ծավալ առաջարկող միակ քաղաքն է, որը մի շարք այլ բաղադրիչների զուգակցմամբ ենթակառուցվածքներ, կլիմա, սպասարկման ոլորտ, մշակույթ, խոհանոց, պատմություն եւ այլն շահեկանորեն կարող են տարբերվել տարածաշրջանի այլ մայրաքաղաքներից։ Պարոն քաղաքապետ, այժմ թույլ տվեք համառոտ կերպով ներկայացնել առաջիկայում սպասվող ծրագրերը։ Մայիսի 31-ին եւ հունիսի 1-ին Երևանի քաղաքապետարանի եւ Զանգակ գրատան համագործակցությամբ անգլիական այգում կկայանա «Երբ գիրքը տոն է» խորագրով մանկական գրքի փառատոնը։ Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված ծրագիրը ծավալով եւ բովանդակությամբ միակն է Հայաստանում, որը նպատակ ունի համախմբել երեխաներին գրքի, կրթության եւ մշակույթի շուրջ։ Անգլիական այգում կգործեն հանգստի եւ ընթերցանության անկյուններ, ակտիվ խաղերի, սննդի, համերգային ծրագրերի հատվածներ, շուրջ 40 հրատարակություններ կներկայացնեն իրենց գրքերը։ Այս տարի փառատոնային 2 օրերի ընթացքում սպասվում է շուրջ 70,000 այցելու։ Հունիսի 1-ին ժամը 20-ին Ազատության հրապարակում կկայանա հունիսի 1 օպերային աստղերի հետ մեգա նախագիծը։ Ազատության հրապարակում բացօթյա ձևաչափով առաջին անգամ իրականացվող ծրագրի շրջանակներում Երևանի եւ մարզերի տաղանդավոր պատանի երգիչ-երգչուհիները ելույթ կունենան գալա համերգային ծրագրի շրջանակներում օպերային անվանի աստղերի հետ։ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում ելույթ կունենան նաեւ օպերային թատրոնի նվագախումբն ու երգչախումբը։ Հունիսի 6-ին հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը կկայանա Արամ Խաչատրյանի անվան պատանի կոմպոզիտորների 46-րդ ստուգատես փառատոնը։ 1979 թվականին Երգախորհրդի գործկոմի նախաձեռնությամբ առաջին անգամ իրականացվեց Արամ Խաչատրյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթը, որը շուրջ կես դար շարունակ կարևոր առաքելություն է իրականացնում Երևան քաղաքում շնորհալի երեխաների բացահայտման
եւ նրանց հետագա կատարելագործման հարցում։ Հունիսի 6-ին պատանի ստեղծագործողները, դասատուները, երաժշտասեր հանրությունը կայցելեն Կոմիտասի զբոսայգու Պանթեոն, ծաղիկներ կխոնարեն Արամ Խաչատրյանի շիրիմին, որից հետո Արամ Խաչատրյան տուն թանգարանում պատանի կոմպոզիտորները հանդիսատեսին կներկայացնեն իրենց ստեղծագործությունները։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։